Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ ձեր առօրյան շատ բազմազբաղ է ու դուք մեր մոտ հյուր եք, ինչի է բազմազբաղ, ասեմ, որ մեր ռադիոլսողները իմանան, որ անդադ զբաղվում եք Երևանյան խնդիրներով, փորձում եք այդ խնդիրները լուծել, նշեմ, որ այսօր խոսելու ենք նաև այն չաթի մասին հայտնի անունը ոնց էր գործանողներով, ինքը շատ տենց գործնական ոնց որ մոտիվացիա տվող ինչ-որ բան է, չաթի անունը անգամ, այդտեղ 800-900-ին է մոտենում, եթե չեմ սխալվում, հա, մարդկանց քանակը ու իրենք տարբեր ոլորտներից են այդ մարդիկ, խոսենք ինքը ոնց առաջացավ նախ այդ միտքը, որ կարելի է չաթ բացել ու Երևանի խնդիրներով զբաղվող մարդկանց մտահոգ քաղաքացիներին հավաքել միտեղ ու հիմա ինչ կա, ինչ արձագանքներ կա այս մասում։ Դե ոնց առաջացավ միտքը։ Միտքը նշ չի, որ միշտ եղել է, մենք ավելի փոքր չաթ, ավելի սենց ուղղակի դեմքով իրար ճանաչող մարդկանցով չաթ ունեինք, ուղղակի շատ էին տարբեր մարդիկ գրում, որ չենք հասցնում ծանոթանալ ձեր միջոցառումներին, մենք Facebook-ում չենք հետևում, Facebook-ում չկանք եւ ցավոք հետո ենք իմանում ձեր միջոցառումների մասին, խոսքը ծառատունների կամ շաբաթօրյակների կամ այլ բարեկարգման աշխատանքների մասին է, որը եղանակների թույլ տված ժամանակ հաճախ ենք կազմակերպում, հաճախ եմ նախաձեռնում ու նաև մարդիկ ասցին ուզում ենք մի հատ տեղ լինի, շատ գրեցին, որ ուզում ենք մի հատ տեղ լինի, որ մենք առաջ պերվի ռուկ, հա, ծանոթանանք բանին, առաջ ձեռքից ծանոթանանք նորություններին, խնդիրներին, իվենտներին հիմնականում ու տենց ստեղծեցի չաթ տելեգրամյան խումբ, որտեղ այդ բոլոր մարդկանց առաջարկեցի մտնեն եւ բարձրացնեն խնդիրներ, հետո ես լիքը մարդ կա ու նաև հիմնական մոտիվացիան ինչն է չաթը ստեղծելու լիքը մարդ կա որ ուզում է լավ բան անի քաղաքի համար կամ ուզում է իր ժամանակի մի մասը տրամադրի քաղաքին բայց չգիտի ոնց անի այդ մարդը չգիտի ինչ անի ու այդտեղ ես նաև ուղղորդում եմ օրինակ ասեմ կա սենց խնդիր կա active citizen հավելվածը դուք կարող բացեք սա այս բաժնում նշելով սենց եթե ուզում եք այսօր մի բան արած լինեք քաղաքի համար ապա նայեք ձեր շուրջը օրինակ կանաչ հատվածներում ինչքան բետոնային հատված, ցցված ձող կամ շինախ կամ ինչ տեսնում եք, հայտ բացեք, որ անհրաժեշտ է մաքրել կանաչ տարածքը։ Ինքը շատ հանրամատչելի է այդ հարթակը։ Հա շատ հեշտ է բանը, active citizen-ով օգտվելը, ուղղակի մարդիկ շատ դեպքում չեն պատկերացնում ինչ խնդիրներ կարելի է այդտեղ բարձրաձայնել։ Նաև մարդիկ կան, որ ծնված օրվանից տեսել են, որ այդ կանաչ հատվածում շինախ բալացած, իրանք արդեն 20 տարեկան են, մտածել տենց էլ պետքա լինի, հետո շատ դեպքերում մեկ էլ ինձ գրում են, ասում է, գիտեք, ասում է, չէի պատկերացնում, որ դա իրոք խնդիր է, էլի, ասում է, հիմա որ եկել մաքրել են կամ եկել այդ կանաչ հատվածը ուղղել են, ինչքան եմ ինձ լավ զգում, որ այդ մի բանը ես արեցի քաղաքի համար։ Բացի այդ աչքի վրա փոփոխություն է զգում, չէ՞, գտնում որ այդ չկար, բայց տարիներով կար։ Այդ տարիներով կան, հիմա գնանք այդ քիչ առաջ սկսելուց ասում էր բանը դերբի տեսանյութը։ Ես սկսեցի ընդհանուր առմամբ ես շատ մեծ խնդիրների մասին եմ տեղյակ ու կարամ խոսամ քաղաքի, բայց լիքը խնդիրներ, մեծ մասշտաբի խնդիրներ, նախ մարդկանց հասու չեն, հետո ես հիմնականում փորձում եմ խոսամ այն խնդիրների մասին, որոնք կարելի է լուծել շատ հեշտ, որոնք ինքս էլ կարամ լուծեմ, ու երբ որ Երևանի քաղաքապետարանը մերժում է իմ առաջարկին, որ եկեք լուծեք այս խնդիրը, ես կարում եմ ինքս լուծեմ ու ցույց տամ, որ սա լուծելը շատ հեշտ էր ու հնարավոր էր։ Այդ խնդիրների շարքին դասել եմ հեղատարների խցանված լինելու խնդիրը, որովհետև մենք անցած տարի տեսանք, թե ինչքան ջրհեղեղ, ամեն մի փոքր անձրևից հետո Երևանը հեղեղվում էր, ոնց որ վենետիկ էր դառնում։ Շատ մարդիկ բանը տենց տեսություններ էին առաջ տանում, գլոբալ տաքացում, չգիտեմ բանի, հորթառատ անձրևների աննախադեպ աճ, չգիտեմ ինչ, ու
Բայց ես քայլելուց, քանի որ ոտերից տակ եմ նայում, տեսնում որ այդ հեղեղատարները կա լոգիկա, չէ, եթե տան բաղնիքի այդ բանը տրապը խցանված լինի, այդ չի նշանակում որ դուշից եկող ջրի քանակն ավելացել, եթե տանը ջրհեղեղ լինի, դա նշանակում է տրապը խցանված է ու ջուրը չի գնում։ Նույնը մեծ տնտեսության դեպքում է, քաղաքի դեպքում է։ Եթե այս ջուրը գալիս է ու չի գնում ոչ միտեղ, դառնում է գետ, ուրեմն ինչ որ մի հատ լոգիկա պակաս է այդտեղից, այսինքն նայեք ոտերի տակ ու տեսեք այդ ցանցերը մեր հեղեղատար զուտ բերնաբերան խցանված է հողով, ավազով, տարիների աղբով։ Նույնը անցումներում, ես չեմ հիշում երբ ա եղել մեկ էլ անցումներում ջրհեղեղներ, բայց անցած տարի երկու դեպք առնվազն եղել է, որ ստորգետնի անցում հեղեղ ա եղել։ Մեկը Փակշուկայում էր, Փակշուկայի դիմացին է։ Ոնց որ երկու անգամ էլ Փակշուկա։ Մեկը Փակշուկայի բանում էր, մյուսը Մալիբուի այգին ներքևում։ Երկու տեղ են որ խանութների մեջ լցված։ Երկու անգամ առնվազն եղել է, գուցե էլի ա եղել, որ չի նկարվել, չէ, որ նկարվում է, այդ եք մենք իմանում։ Ու սկսեցի մի հատ պարզ տեսանյութից, բացեցի հեղեղատարը ընկերոջս հետ, ցույց տվեցի, որ միջև վերև խցանված է։ Բացեցի, սկսեցի քանդել ու հասա միջև խողովակի բերանին։ Մարդիկ սկսեցին գրել, որ անհավատալի, շատ մարդիկ իրոք տեսան խնդիրը, լիքը մարդ փորձում էր արդարացնել այս դեպքում Վիոլայի, բայց ես նաև ածանցյալ նաև Երևանի քաղաքապետանի, որովհետև Երևանի քաղաքապետան պիտի պահանջող մարմին է Վիոլայից, էլի պիտի պահանջի, որ դա անի, եթե դա նույնիսկ Վիոլայի գործառույթն է, կամ օգնի, կամ չգիտեմ, ամեն դեպքում այդ ջրհեղեղը վնաս է տալիս, այդ ջրհեղեղումը վնաս է տալիս Երևան քաղաքի բնակիչներին ու Երևան քաղաքի ենթակառուցվածքներին, էլի ոչ թե Վիոլայի ջրի օֆիսներին։ Դրա համար քաղաքը առաջին քաղաքապետարանում աշխատող մարդիկ առաջին շահառուն են, որ պիտի պահանջեն դրա մաքրությունը։ Շատ մարդիկ արդարացնելու համար այդ անգործությունը գրում էին երևի այդ խողովակը չի աշխատում, երևի ինադու են բերել լցրել, ու հիմնականը գրում էին չենք հավատում, որ այդտեղ խողովակը աշխատում է ու տենց խցանված է։ Փառք Աստծո մի հատ կազմակերպություն ինձ գրեց, ով մասնագիտացված հենց խցանումներ բացող կազմակերպություն է։ Իրանք սեփական սեկտորների հետ են հիմնական աշխատում, ասենք Զվարթնոց օդանավակայան, չգիտեմ, գործարանային տարածքներ, ովքեր խցանում լինի չլինի, պարտադիր ամիսը մեկ կամ ամիսը մի քանի անգամ ամբողջ տարածքի սպասարկում են անում, բացում հեղեղատար, դիտահոր, չգիտեմ, կոյուղի եւ այլն։ Գրեց, ասաց Էդուարդ ջան, մենք բոլոր տեխնիկաները ունենք ու այդ ձեր խնդիրը մեզ հոնենց հոգեհարազատ է, կարան գանք ցույց տանք ոնց է ճիշտ ձևը դրանց մաքրելու, որ տեսնեն, որ սենց է պետք անել։ Ես հաճույքով համաձայնվեցի, հենց այդ դիտահորը, որի խողովակին հասել էի, բայց ես չէի բացել, իրանք եկան, բացեցին, ջուրը լցեցինք, տեսանք, որ գնում է ջուրը։ Հետո երկրորդ տեսանյութ հարեցինք։ Այդ երկրորդում էր դերբին թե առաջինում։ Չէ, դա վավշ, հեսա կգամ դրան։ Դա լրիվ ուրիշ տեղ է։ Իրանց հետ փողոցի հեղեղատարներ ասինք։ Ցույց տվեցինք, որ խողովակը աշխատում է, այլ ոչ մի խոսալու տեղ չմնաց։ Սուսոփուս սկսեցին աշխատել։ Վիոլան սկսեց տեսանյութներ դնել, որ հեղեղատարները բացում է։ Մենք բացելը բացվում է, Կրիշկեն են բացում, թե մաքրում են։ Կան դեպքեր, որ ուղղակի բացել փակել է։ Բայց ուղղակի ծիծաղել էր այդ տեսանյութը, որոնք իրանք տրեցին, հաջորդ օրը, որ իբր իրանք մաքրում են, բաց ձեռքերով, առանց հագուստի, բանի, առանց հատուկ հագուստի, ձեռքով սենց ինչ որ փալաս բան էր, ձեռքով հանում, շպրտում փողոցի մեջ, աղբը հանում, լցնում։ Մի հատ խայտարակ տեսանյութ էր, էլի, ասենք նորմալ երկրներում, դրանից հետո այդ մարդիկ պիտի էլ ուղղակի երբեք չերևային հանրության աչքին, բայց իրանք մեր եվրոպական ստանդարտներով բանը ջրային ռեսուրսները կառավարող մարմին են, էլի։ Խոսքը Վիոլա ջրի մասին է, ու չգիտեմ այդ տեսանյութը, որ ֆրանսիացին մի հատ ֆրանսիացի դիտի, ինչ կմտածի իրենց ֆրանսիական ընկերության մասին, էլի։ Հետո մաքրեցինք երկրորդը Թևոսյան փողոցում, ցույց տվեցինք, որ այդ խողովակը գնում է դեպի դիտահորը էլի խցանված էր, դա էլ մաքրեցինք ու ցույց տվեցինք այդ ջուրը, որ գնում է։ Հետո ես տեսանյութ արեցի բանի հաջորդ խնդրին անդրադարձա, որ ստորգետնյա, էդի փողոցների մասին, որ ստորգետնյա անցումներում բանը ջրհեղեղը ինչու է լինում, բացեցի ինձ մոտիկ ամենաբանը, ստորգետնյա անցումի
դիտահո այդ բանը հեղատարը աստիճանների տակով հիմա բոլորդ ֆիքսեք ու ցանկացած գետնանցում մտնելուց նայեք մի հատ ու նաև հայտ բացեք եթե տեսնում եք խցանված active citizen հավելվածով աստիճանների տակը սենց ցանց է դրված չէ ռիշոտկա է դրած մետաղական որովհետեւ պիտի լսվի ջուրը ըստ լոգիկայի բայց երբ որ նայում ենք այդ ցանցերին հիմնական տեղում ուղակի բերնից բանա աղբա էլի ընկերոջս հետ գնացինք բացեցի դա սկսեցի տեսանյութ անել հանում ենք չի վերջանում արդեն մի հատ sense այսքան այդ տեսանյութի մեջ էլ է երևում էլ իմ կես հասակից ավել արդեն sense մի հատ բլուր է գոյացել աղբի բայց հələ ոչ խողովակին ենք հասել ոչ բան սկսեցի էլի քանդել ու տեսա արդեն տենց թարմ բանը ցելոֆոնից փաթեթավորման թղթեր չիպսի հյութի շոկոլադի բան մի հատ բանի այդ պաղպաղակի վրա ման եկա 2007 էր ինչ էր թզուկ պաղպաղակ էր բանի էտի գտա նկարեցի սկզբից բայց հետո էտի չեմ դրա բայց հետո մի քիչ քանդելուց հասա դերբի շոկոլադին այդ դերբի շոկոլադը բան եղավ տենց սա հարթակներով տարածվեց էլի բոլորը այդ են հիշում դերբի շոկոլադը ես չեմ հիշում որ 90-ականներից հետո եղած լինի էլի ու նաև դատելով այդ բանից որ մենք 2007-ի թզուկին հասանք հետո դրանից հետո դերբին 1990-ականների աղբը դեռ կուտակվել էր մինչ օրս ու մինչ օրս ոչ մեկի մտքով չէր անցել փաստորեն մաքրել այդ անցումը ու երբ որ հեղ էր գալիս այդտեղ ուղղակի այդ անցումը նենց էր որ մի կողմից աշճաններ էր այն մի կողմը հարթ ինքը ձորի վրա սարքած անցում էր այդտեղ բախտները բերել էր նրանով որ ջուրը գալիս էր ուղղակի անցումի վերևի շերտով հոսում ներքև գնում դեպի չգիտեմ հայցապական սեկտոր կա դեպի այդտեղ այդ տեսանյութը մեծ անոնս առաջացրեց ու ինձ մի քանի տեղից պաշտոնյաների զանգեցին բա հա ճիշտ է պետք է անել բան այդ տեխնիկան կարա դա անի բան չգիտեմ սա էլ շարժվել է թե չէ բայց իմ իմանալով չէ անձրև գա հասկանանք անձրև գա կլողանանք հատ հասկանանք այդ անձրև գա փոխվելա իրավիճակը ամեն դեպքում մի փոքր նավակներ ունեցեք մանավանդ կենտրոնում բնակվողները նավսակի միջև կհասկանանք փոխվել է իրավիճակը թե չէ բայց չի փոխվել ես դες ասեմ ուղղակի իմ կարծիքով ամենակարևոր բանը այդ տեսանյութների շարքի ինչն էր որ մարդիկ հասկացան որ մեր հեղեղումների պատճառը ոչ թե չափից շատ հորդառատ անձրևներն են, այլ պատկան մարմինների անգործությունը։ Այդքան բան։ Երևանից տենց խոսալը որ գալիս ենք այս վերջին մի քանի օրերի անընդհատ ահագնացող թեման օդի աղտոտվածությունն է, որը նաև կապում են կլիմայական փոփոխությունների հետ, կապում են մեր շրջակայքում շինարարության հետ, վառվող անտառների հետ, վառվող աղբավայրի հետ, ինչ որ ոչ մեկ չի հասկանում վերջը այդ հիմնական խնդիրը որն է որ Երևանում օդը աղտոտված է ու ինքը ոնց որ միշտ աղտոտված իրականում այն աղտոտվածությունը որը այսքանի օրվանն է դա այդ մեր շինարարության բանի դրանց էֆեկտը չի Երևանում ամբողջ տարին էլ օդը աղտոտված է այո դրանց պատճառները բազմաթիվ են թե աղբը թե վատսան մաքրումը թե շինարարությունը թե Երևանամերձ տարածքներում բանի ավազի քարի ու եսի ինչ հանքերը թե հենց Երևանում գործող բանի գաջի գործարանը թե բազմաթիվ են այդ բաները թե Երևանում ծառերի պակասը չափազանց պակասը աշխարհի նորմայից մի քանի անգամ պակաս նորմայից չէ նորմայի ցածր շեմից մի քանի 5 անգամ պակաս նորմայի ցածր շեմից մի քանի անգամ պակաս է 20 քանի պիտի լիներ ոնց որ մի խոսքով բանը բայց հիմա այս գլոբալ աղտոտվածությունը օդի վատ որակը այդ ամեն եղածին գումարվել է որ մի խոսքով մեզանից անկախ գործոն էլի որ կամիներ չկան, չգիտեմ, օդը սառել է, եկել կուտակվել է այս հատվածում, որ դուք այդ բանով հավելվածով նայեք, ոչ միայն Երևանն է, ամբողջ հենց Հայաստանը, Արաքսի այս շրջակայքով նույնիսկ այդ միջև Թուրքիայի դեպի Հայաստանին հարող հատվածը, Նախիջևանով, այդ տարածաշրջանային է, ուղղակի ասենք տարածաշրջանային է, որ որպեսզի պատկերացնեք այդ ցուցիչը օդի մաքրության Եվրոպայում 10-20 է, այն ամեն ասենց Եվրոպայի կեղտոտ տեղերը իտո էլի եղանակային բաներով պայմանավորված որ գալիս է 50, մեր մոտ ամբողջ տարին 120-130-ներ նորման, հիմա հելել 250 ասել, այդ բանով, այդ
Սանդղակը դե անցնում է, հա, ինքը վտանգավոր է, նույնիսկ շնչելու համար վտանգավոր բանը, բարձր վտանգավորության աշճան էլի, այդ կայքը միջազգային որ օդի բանի այտենց է գնահատում։ Ու իրազեկումները այս տարբանում ծուր քիչ են։ Իսկ նախարարությունը առողջապահության ինչքան գիտեմ դեռ հələ որ չի իրազեկել դիմակ գրել եւ այլն ինչ որ ձևերով շատ այդպես անհատների մոտ եմ տեսել Facebook-յան հրապարակումներով որ դիմակ գրեք մնացեք տանը մի հատ տենց անեկդոտ կար նախկին նախագահներից մեկի մասին որ իբր եւ անեկդոտ էր էլի Եվրոպայի հանձնաժողովում խոսում է Հայաստանի մասին թե ինչեր ենք տեսել պատերազմներ երկարաշարժ ու մի խոսքով սենց պատմելով գալիս է մեր օրեր սաղ լսում են իբր բանի հանձնաժողովի նախագահան ասում պարոն նախագահ իսկ փորձել եք ժողովրդի գլխին կիսլատա լցնեք եւ մեր ժողովուրդը ամեն ինչ տեսել է ու տենց ոնց որ սովորական է դարձել էլի այնքան վատ բաներ են տեսել որ այդ օդի աղտոտվածությանը ոչ այդքան շատ մարդա ուշադրություն դարձնում էլի հիմնականում եթե նկատեք ռելոկանտներն են ավելի շատ բարձրաձայնում թեման ուշադրություն անգամ էս վերջին քաղաքապետարան դիմաց ու այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը ես էի նաեւ եղել էլի այդ որ ասում են ռուսների ակցիա տենց չէր մասնակիցները ուղղակի քանի որ ռուսներ էին եղել աչքեր ծակել ոնց որ իրանք են նաեւ ուկրաինացիներ էին նաեւ այնտեղ Կիպրոսից մարդիկ կային օրինակ ուղղակի այդ մարդիկ հետևում են կայքային տեսնում են օդի աղտոտվածության ու բան ու նորմալ է որ դա մեր մշակույթում հասարակության մեջ հիմնականում ոնց որ քարացած չի դա, ասենք պիտի ընդունել, պիտի փորձել ոնց որ ներարկել օդը պիտի աղտոտված չլինի։ Բանը, ասենք նույնիսկ մի հատ փոքր թեմա բարձրաձայնելը, որ ես սկզբից սկսել էի այդ վաղտվա մասնախոսքը, հիմա մարդիկ հասկացան, որ դա նորմա է, որ մի հատ փոքր թեմա բարձրաձայնելը սա գործալ էին համարում։ Հիմա էլ մարդիկ կան որ համարում են, բայց այդ մարդիկ արդեն ավելի փոքր համարում են։ Իրանց մաշկի վրա երբ որ զգում են այդ փոփոխությունը դրական դեպի, երբ որ բացատրում ես, որ քո երեխու առողջությունն է այս կողմում քո ենթադրյալ գործտալ բանը, ընդ որում գործտալ ոչ թե վատություն ես անում ինչ որ մի մարդու է, հենց գործով ապահովում ես, աշխատանք ես տալիս, ասում ես ընկեր, օրինակ վերջի դեպքերից ասեմ, ընկեր թաղապետարան, հենց թաղապետարանից մի քիչ վերև նոր վարչական շրջանի, հեծը գործը արել, կիսատ թողել, 2 ամիս է ավազի միացենց կույտ լցրած մայթի մեջտեղը, էլ քամին ուրատանում փոշին, լցնում մայթով մեկ, ես հայտ բացացի ուր ասած զանգեցի, եկան հավաքեցին տարան, հիմա եթե իրանց հաճելի է այդ ավազի մեջով փոշու մեջ ապրեն, բայց գործ չտան, ապա չգիտեմ, գնացեք վերանայեք ձեր առաջնահերթությունները, եթե միզանգ անելը պալոշ չեք համարում, բայց ձեր երեխու առողջությունը ոչինչ, թող 30 տարեկանում թոքերի բան լինի, Աստված հեռու էլի, թող չլինի տենց բան, բայց դե պետք է նենց անեք, որ չլինի էլի։ Նայ մենք խոսում ենք ծառերից, կանաչից եւ այլն, մենք տեսնում ենք տեսանյութեր են հրապարակում կամ արշավներ են իրականացվում, որ ծառատունք կա, կամ այդ ծառեր են տնկվում ինչ-որ տեղեր ու դրան զուգահեռ նաև մենք տարիների ընթացքում տեսանք թե նորքի լանջը ինչ ձևով ինքը կանաչը վերածվավ ու այնտեղ սկսեց շինարարություն մեծ թափով այս ծառատունկերը տենց քանի տարի պիտի անենք այդ ծառերը ինչքան պիտի աճեն զարգանան որ այդ նորքի անտառների վերածված հատվածին ինչ որ կոմպենսացնեն նորքում այդ լանջում դեռևս լիքը ագին հատված կա որ պետությանն է բայց դա չգիտեմ կստացվի երբևէ վերականգնել թե չէ ուղղակի ոչ միայն դա է վերացել շատ մեծ մասշտաբի բուսականություն է վերացվել նայեք հենց հիմա դրոնով արված կամ Google-ի բաներով Sputnik-ով նայեք արբանյակային նկարներով նայեք բուսաբանական այգու վիճակը Այս մի հատվածը լրի որը վերականգնվում է 20 հատիկ ծառա թողվել մնացածը բետոն է ոնց որ չէ կամ փոշատկա է նույնը ասենք մեր ջրվեժի արգելոցը ջրվեժի անտառները այնտեղ նորմալ խնամք չի իրականացվում նույնը եթե դուք նայեք Գայի պողոտայով բարձրանալուց աչ ու ցախ այդ լանջերը
սենց քարերով պատեր սարքած, չգիտեմ, նկատել եք թե չէ, դեպի հայտնի Սյունիքի մարզպետի տնից ներքև սենց այդ հատվածը միջև ավան հասնելը, ձախ կողմի այդ լանջը, ամբողջությամբ պատեր էր ԽՍՀՄ ժամանակ ու հիմա մեջերը սենց չորացած ծառերի բանն է, որը հիշեցնում է այդտեղի երբեմնի կանաչ լինելու մասին։ Այդ ամբողջ լանջը կանաչապատ էր աջ ու ձախ կողմով։ Հիմա տենց ու տենց հարյուրավոր տեղեր կա, որ տեսնում ես երևում է այդ հին ժամանակում ինչ կանաչապատեր է տեղ կամ հին նկարներով նայում ես ու համեմատում ու լաց այդ Մատենադարանի այդ հետևը ամբողջությամբ անտառ էր։ Հիմա միայն ժայռ ենք տեսնում։ Հիմա այս տենց շինարարությանը նաև գումարվելու է Կասկադի շինարարությունը հենց կենտրոնում։ Տենց բավականին մեծ է։ Դեռ այդպես պաշտոնապես չի սկսվել։ Ես ենթադրում եմ, որ պիտի ինչ որ ձև փակ տարածք լինի, հնարավորինս չախտոտելով։ Կասկադի շինարարությունը վերջացնել պետք էր։ Իհարկե ոչ իմ սուբյեկտիվ կարծիքով, ոչ այս նախագծով, ինչով հիմա քաղաքապետանն առաջարկում, այլ պետք է նախկին նախագծով շարունակվեր մինչև վերջ։ Բայց այդտեղ այդ հատվածում, որը շինարարություն արվելու, դե բուսականություն չկար, այդտեղ բետոններ էր ու տգեղ էր, միշտ էլ տգեղ ա եղել ու դա վերջացնելը շատ ճիշտ է։ Պիտի գար մի ընթացք, որ մեզ նեղություն տայինք ու այդտեղ վերջացնեինք, բայց ոչ այդ ձևով ինչի ման գանում ու հույս ունենք, որ նույնիսկ այս ձևով անելու դեպքում կպահպանվի բոլոր նորմերը, շին հրապարակի փակ լինելը, շին աշխատողների, այդտեղ իմ պատկերացումով գոնե 2 տարի շինարարություն ա գնալու, այդտեղ միջազգային բոլոր նորմերը պիտի պահպանվի, որովհետև դա բոլոր զբոսաշրջիկների աչքի առաջ է արվելու այդ շինարարությունը, ու դա պիտի լինի, հա, ու դա պիտի լինի շատ օրինակելի շինարարություն, թե հիմա Փառք Աստծո կան շատ լավ սարքեր, որոնք ջրցան չի է, ինչա կոչվում, ջուրը ասենց բաների թնդանոթի նման բան է, մեծ բակ է իրան կպնում, ինքը ասենց ոնց որ այն ջրով վենտիլատորները կան, դրա մեծ է, էլի հաշվեք, որ ամբողջ շինարարությունը ասենց փոքր ցողում է ու ինչքան էլ նույնիսկ փոշոտ աշխատանք է լինում, չի թողում այդ փոշին։ Ու ամբողջ ընթացքում։ Ու այդ նորմը կա Եվրոպայում շատ շուտ վանից բոլոր հանքերի դեպքում, բոլոր կլինի դա ավազի հանք, չգիտեմ, քարի հանք, բոլոր դեպքերում դա կիրառվում է, բացի դրանից հիմա գնանք մի հատ հանքի ու տեղով օրինակ բերենք, օրինակ Սևանի մայրուղին աջ ու ձախ ավազի հանքերը, հենց ավազի հանքերի մեջով ենք անցնում ենք Երևան-Սևան մայրուղին։ Ու այդ ամբողջը բնականաբար վերևից ներքև է քամին գալիս, նա էլ Երևանի հյուսիսն է, վերևն է, ու այդ հանքերից փոշին ամբողջը գալիս է դեպի քաղաք, կենտրոն, միջև քաղաք այդ ամբողջ փոշին գալիս է։ Ես Գերմանիայում իմ աչքի տեսած օրինակ էլի բերեմ, Գերմանիայից Դորտմունդից գնացել եմ մինչև Փարիզ մեքենայով, ամբողջ ճանապարհի աջ ու ձախ կողմերում մի քանի հանք նկատել եմ, որը սենց հեռվից տեսնում ես, բայց մոտիկամես չի երևում։ Փողոցից սկսած երևի մի 10 շերտով կանաչապատում է միջև այդ։ Մի խոսքով այդ հանքի մեջ դու տեսնում ես այն մեծ բոճկաներ կա, սենց բարձր, որ ինքը աղում է, եսի միջամ, ու արդեն որ մոտիկանում ես, մենակ դրա ծերերն ես տեսնում։ Ինքը սաղ կանաչով փակած է։ Այդ երևի ցեղ պայմաններից մեկն է, էլի, որովհետև այդ կողմերում լանջեր էր, դաշտեր էր, բաներ, ինչ որ ցանք էր, բան, ու հենց այդտեղ որտեղ հանքն է, ամբողջությամբ անտառ, 4 կողմը անտառ։ Ինձ թվում է պետությունը պարտադրում է, որ դու պիտի սկզբում տնկես ծառեր, չգիտեմ, սպասես գուցե 2 տարի, որ այդ ծառերը հասունանան, կամ տնկես շատ մեծ ծառեր, սպասես 2 տարի, այդտեղ սարքես լանդշաֆտով փակես այդ ամբողջ հատվածը, նոր 2 տարի հետո քեզ ցույց տանք, որ սկսես քանդել արդյունահանում անել, հաստատ ինչ որ ճիշտ համակարգ կա։ Այսօր Երևանը ունի տասնյակ քույր քաղաքներ, իսկ քույր քաղաքներ նույն Եվրոպայում, չգիտեմ քանի քույր քաղաք ունի, 10-ից ավել, ոնց որ միայն Եվրոպայում ունի, որտեղ շատ գրագետ ձևով 100 տարի արդեն, չգիտեմ 50 տարի արդեն մարդիկ կիրառում են էկոլոգիան պաշտպանելու, էկոլոգիային մինիմալ վնաս հասցնելու մեթոդներով քաղաքի կառավարում են իրականացնում այդ մարդիկ, ու մենք փոխարենը մեր քույր քաղաքներից ու քույր քաղաքի հենց իմաստը այն է, որ իրար օգնեն։ Քույր քաղաքներից փոխանակ պահանջենք, որ խնդրում եմ ասեք, տվեք մեզ բանը հանքերը ձեր քաղաքամերձ օրինակ հանքերը ոնց է կարգը շահագործման, մեծ հաճույքով ուղարկելու են
Երևանի քաղաքապետարանին, ուղղակի պետք է ուսումնասիրել ու կիրառել։ Պետք չէ էլի նոր հեծանիվներ, նոր, չգիտեմ, տեխնոլոգիաներ հորինել, որպեսզի կառավար։ Արդեն կա, մարդիկ 50 տարի, 100 տարի Երևանում։ Եղածը բերեք արեք, թե չէ փորձում են, փորձում են չեղավ, փորձում են չեղավ, այտենց չի կարելի էլի։ Մենք երևի թե խոսեցինք այն խնդիրներից, որոնք գլոբալ այս վերջին շրջանում են հուզում քաղաքացիներին։ Նուբաշյանի աղբավայրն էր մեկ էլ այս վերջի գլոբալ խնդիրներից։ Հա, որը տենց դեռ հանգած է, հələ որ ծխում է թեթև։ Թեթև ինչ որ բաներ կան, որոնք սպասում ենք, տեսնենք Նուբարաշյանի մասով ինչ նոր ավելի մեծ որոշում կկայացնեն։ Հասանք մեր հաղորդման վերջին։ Մերսի շատ, որ մեր տաղավարում եք, քննարկեցինք բավականին։ Շարունակական կլինի, խնդիրները դա միշտ կան, դրանց լուծումները միշտ պահանջում են։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ հյուրն էր ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։ Կհանդիպենք։